Շնորհակալություն, հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, ես բոլորիդ ուշադրի լսել եմ, հուսով եմ բավարար քաջություն կունենաք դուք էլ լուր լսելու։ Քաղաքի հետ կապված անկեղծ ասած ես չեմ հասկանում դուք ինչ եք ուզում Երևանից, որովհետև երբ որ օրինակ օտար երկրացիները գալիս են որպես զբոսաշրջիկ Երևան քաղաք, մենք ամեն օր տեսնում ենք սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր Երևան քաղաքը փառաբանող եւ ամբողջ աշխարհով Երևան քաղաքի մասին բավականին գեղեցիկ տեղեկատվություններ են ամբողջ մեդիայում պատտվում եւ երբ որ դուք գալիս եք ստեղից խոսում եք, այսինքն դուք էլ փոխանակ դուք էլ ձեր բաժին մի բան անեք, որ քաղաքի վարկանիշը ամբողջ աշխարհում բարձրանա, ամբողջ օրը չորանգած աղբ եք մանգալի, որ նկարեք, կամ չգիտեմ, ժամը 6-ին կանգառում սպասում եք երբ հակուտակում լինելու, որ նկարեք։ Դա բոլորս էլ գիտենք։ Հաջորդ հարցը, որի մասին կուզեմ խոսել, երբ որ դուք տրանսպորտից եք խոսում, հարգելի գործընկերներ, մի հետաքրքիր բան եմ ուզում ձեզ հիշեցնել, որ այսօր աշխարհում ամենազարգացած տրանսպորտային միջոցը կամ միջոցներից մեկը դա տրամվայն է։ Ինչ եմ սրա մասին խոսում, որովհետև 2004 թվականին Երևան քաղաքում տրամվայի գործունեությունը դադարեցվեց եւ ռելսերի հայտնի այդ վաճառքների գործարքները բոլորս շատ ենք լսել։ Եվ 2004 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնում էր կամ զավթել էր ձեր կողմից շատ սիրելի Ռոբերտ Քոչարյանը, որին որ դուք չեք ուզում ընդունեք, որ նա ձեր առաջնորդն է, եւ մի հատ էլ նենց եք հայտարարում, մեր առաջնորդը Անդրանիկ Թևանյանն է, ոնց որ մի մեծ հպարտանալու բան է, էլի տենց։ Մեր առաջնորդն է, հետո ինչ։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի աշխատողներից մեկն է ձեր առաջնորդը, ոչ մի բան ավել ընդամենը։ Հաջորդը, այսինքն դուք Երևանի տրանսպորտից խոսալու իրավունք չունեք, որովհետև ձեր քաղաքական ղեկավարները հայ Երևանի տրամվայների գծերը վերացրել են եւ այսօր Երևանը ավտոբուսներով է իր հիմնական տրանսպորտային համակարգն օգտագործում եւ այն ինչ որ մենք կարել ենք Երևանի տրանսպորտի համար, դուք առհասարակ իրավունք չունեք խոսելու։ Եվ ձեզ որ դուք գիտեք որ ընդդիմությանն եք, դուք գիտեք ինչ եք նման որպես ընդդիմություն կան չէ ամուսնական զույգեր, որ տարբեր երկրներում բաժանվում են, որ պետությունից նպաստներ ստանան, որ չիմանան, որ իրանք իրար հետ են, դուք էլ հիմա որպես ընդդիմություն տենց բաժանվել եք, որ մարդկանցից ձայներ եք ուզում ստանալ, որ չիմանան դուք իրար հետ եք, հետո ձայները ստանում եք, ասում եք վայ մենք իրար հետ ենք, բայց ոնց որ այդ երկրներում կա համապատասխան մարմիններ, որ գնում ստուգում են, ստեղ էլ հավատացեք մենք կանք եւ մարդկանց իրազեկելու ենք, ով ում բարեկամն է, ով ում հետ է իրականում։ Եվ կապված նաեւ մանկապարտեզներից շատ խոսվեց եւ պարոն Մանուկյանը ասեց բյուջեի ժամանակ բմբուլները քամու ենք տալու, մենք էլ փետրվար ամսին այդ բմբուլների մասին կխոսանք, երբ որ այստեղ էկրանների միջոցով ձեզ կներկայացվի Երևան քաղաքից գողացված եւ վաճառված մանկապարտեզների քանակը եւ դրանց իրական պատկերը թե ինչ է կատարվել Երևան քաղաքում եւ դրա մասին նույնպես կգնաք եւ ձեր քաղաքական ղեկավարին եւ իր աշխատողին, որին որ ձեր առաջնորդ եք կոչել եւ չգիտեմ ինչի հպարտանում եք, իրանց կհարցնեք դրա մասին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։